Բարև ձեզ վեդեցիներ ջան, շատ ուրախ ենք, որ ստեղ ենք, ճիշտ ասած Երևանում շատ անձրև էր, ցուրտ էր, թրջվել ենք, ստեղ շատ ջերմ արևիտակ, վեդին մեզ դիմավորեց, դրա համար էլ ենք առավել եւս ուրախ։ Ես շատ կարճ երկու բանի եմ ուզում անդրադառնալ։ Ընդհանրապես նկատել եք, որ Քարոզ Արշավես վերջին օրերին մի քիչ թեժացավ, բայց թեժացավ ինչից։ Իշխող ուժի հիստերիայից։ Նկատել եք ինչ բառապաշարով սկսեցին խոսել, նկատել եք ինչ անկանոն շարժումներ սկսեցին անել, երի վերադառնալ անպատասխանատու հայտարարություններին, հասնել այնտեղ, որ մտնում են մարդկանց, ասում են բարև ձեզ, մարդիկ ասում են այ մարդ չենք ուզում ձեզ տեսնենք, ամենավատ օրն է, որ ձեզ տեսնում ենք, ասում են ոչինչ, ինչի է այս ամեն ինչը, այս հայտարարությունները ինչի են արվում, այս ահավոր ձենը, որ դուք լսում եք, ժողովուրդ ջան, այս պահվածքը ինքնավստահ ուժի, իր ուժերին հավատացող ուժի, 60% ունեցող ուժի պահվածք չի, այս պահվածքը մի հատ ուժի պահվածքա, որը հասկանում է, որ հունիսի 7-ին կարա իշխանություն կորցնի ու այդ ճանապարհով էլ գնում է, այս դուք պիտի իմանաք։ 5 տարի առաջ էլ եկել են, վստահ եմ ստեղել են եկել, բոլոր բնակավայրեր գնացել են, տվել են նախընտրական խոստումներ, ամեն ինչ ասել են, ամենալավ բաները, ժողովուրդ ջան, ինչն են արել։ Ինչն են արել 21-ին իրանց տված խոստումներից, այս վերջին 6 ամիսը մի հաշվեք, որովհետև այս երկիրը ընտրությունից ընտրություն պիտի չապրի, այս երկրում թոշակները ընտրությունից ընտրություն պիտի չբարձրանան, վերջին 6 ամիսը ձեր մասին պիտի չհիշեն, վերջին 6 ամիսը իրար խառնված չպիտի գան ու ձեզ ոսկի սարեր խոստանան, տուգանքները ասեն կջրենք, այս օրենքները կչեղարկենք, Ինչի չէիք անում 5 տարի, 8 տարի արդեն իշխանության եք, ում եք սպասում, ինչ անենք, 6 ամիսը մեկ ընտրություն անենք, որ դուք մարդկանց համար մի բան անեք, դուք դրան արժանի չեք, դուք արժանի չեք իշխանության, ով ձեզ հիշում է մենակ ընտրություններից առաջ, ու հիշում է 90% իր խոստումները չարած, գալիս է ընտրություններից մի ամիս առաջ 10,000 դրամով թոշակը բարձրացնում ու ասում է, դե ինձ պիտի ընտրի, թոշակը բարձրացել է քաղաքացին, չէ ժողովուրդ ջան, դուք արժանի եք իշխանության, որ ձեր թոշակը պարբերաբար է բարձրացնում, որ ձեր համար աշխատատեղեր է ստեղծում, որ ճանապարհներ է սարքում, բայց ձեր անվտանգությունն էլ է ապահովում, դուք արժանի եք իշխանության, պարզ, շատ պարզ, ով Ալիևի կամակատարը չի, այս մարդը կանգնում է պիկապի հետ վրա, ասում է, գնացել եմ, ստուգել եմ, զենքերը, կրակում են, մայիսի 28-ին կտեսնեք, այ Նիկոլ ջան, դու ախր զենք ստուգող ես, դու զենքից հասկացող ես, դու հակաօդային պաշտպանության զենքը հրետանուց կարաս տարբերես, դու կարաս ճաշը ստուգես, դու կարաս, չգիտեմ, խոս խանձես, դու ստուգող ես, սուերն էլ էիր ստուգել, կրակեցին այդ սուերը, չէիր կարողացել հասկացնալ հրթիռ ունեն հետը, թե չունեն, ժողովուրդ ջան, դուք սենց իշխանության արժանի չեք։ Ես կարող եմ շատ խոսել Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրերից, անվճար կրթությունից մինչև մեծ նախագծեր, որ առաջարկում ենք, բայց ավելի պարզ բան ասեմ, որովհետև վեդիում ենք, ժողովուրդ ջան, մեզնից ոչ ոք այն պատկերի հետ, որին նայելով դուք ամեն օր ոգեշնչվում եք, պայքար չի տանելու, Արարատի դեմ արշավ չի իրականացնելու, ցեղասպանության թանգարան ինստիտուտի, որևէ ինստիտուտի տնօրեն ջարդերի մասին գիրք նվիրելու համար գործիչ չի ազատելու, ավելի պարզ հայկականության դեմ չի պայքարելու, այս է ձեր ընտրանքը, մենք կարանք թոշակներից էլ խոսանք, ճանապարհներից էլ ու պիտի խոսանք, չպիտի դա հակադրվի անվտանգությանը, բայց դրանից առաջ եկեք կանգնացնենք այս հայկականության դեմ արշավը, որը ամենավատը արվում է ձեր գումարներով, ձեր հարկերով պայքարում են ձեր դեմ, այս դրա վերջը տանք հունիսի 7-ին, ու մենք ստեղ ենք ու մենք ստեղ ենք մի պարզ բան ասելու, ժողովուրդ ջան, հունիսի 7-ից հետո դուք կարաք ունենաք իշխանություն, որ երբ գնում բանակցելու, դուք ամոթից գլուխներդ չեք կախում, դուք այդ խայտառակությունը չեք զգում, հակառակը, դուք գիտեք, որ ձեզ ամենալավ կերպով են ներկայացնելու, ամենահարգանքով բոլոր ուժերի նկատմամբ,
այդ թիմը, այդ բանակցողը, այն ուժը, որը կարա ձեզ համար լավ ճանապարհից մինչև արդյունավետ բանակցություններ ապահովի, Հայաստան դաշինքն է։ Դրա համար հունիսի 7-ին համար միասին շնորհակալություն։